Ողջույն, այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որը հաճախ մեր ուշադրությունից դուրս է մնում, բայց էականորեն ազդում է մեր առողջության վրա, հատկապես ոսկրերի առողջության վրա։ Խոսքս օստեոպարոզ հիվանդության մասին է։ Իսկ դրա առաջացման պատճառների եւ բուժման մեթոդների մասին այսօր զրուցելու ենք ռևմատոլոգ Աննա Շաբոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երևի սկզբում հասկանանք ինչ է իրենից ներկայացնում օստեոպարոզը։ Օստեոպարոզը մեր օրերում շատ հաճախ է հանդիպում։ Այն իրենից ներկայացնում է ոսկրային կմախքի քրոնիկ պրոգրեսիվ հիվանդություն, որի ժամանակ նվազում է ոսկրային խտությունը եւ ունենում ենք այսպես կոչված ցածր էներգիայի կոտրվածքներ։ Ինչ ասել է ցածր էներգիայի կոտրվածքներ, դա երբ որ պացիենտները նշում են, չեն ընկել, վնասվածք չեն ստացել, բայց առաջացել է կոտրվածք եւ կամ ընկել են սեփական բարձրությունից, այսինքն իրենց հասակի բարձրությունից ընկել են եւ առաջացել է կոտրվածք։ Օստեոպարոզի առաջացման պատճառները տարբեր են։ Առաջին հերթին նշենք տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ հորմոնալ փոփոխությունները։ Երկրորդ հերթին որոշակի դեղամիջոցների օգտագործում, որոնք այսպես ասած լվանում են ոսկրերից կալցիումը։ Մյուս ամենակարևոր պատճառը դա սխալ սննդակարգն է, այսինքն երբ որ սննդակարգում բացակայում է կալցիումը եւ վիտամին D-ն, սա նույնպես դառնում է օստեոպարոզի առաջացման պատճառ։ Տարիքը բնական այսպես ասած ռիսկի գործոն է հանդիսանում եւ իհարկե միջավայրի գործոնները, ծխահոտը, ալկոհոլը, որոնք նույնպես հանդիսանում են օստեոպարոզի առաջացման պատճառ։ Իսկ որ տարիքի մարդկանց մոտ է նման խնդիրը ավելի շատ առաջանում եւ տղամարդկանց թե կանանց մոտ։ Օստեոպարոզը դա այն հիվանդությունն է, որը սպառնում է եւ տղամարդկանց եւ կանանց, սակայն տարիքը այստեղ մեծ նշանակություն ունի։ Կանանց մոտ ավելի վաղ է սկսվում process-ը։ Եթե հստակ տարիք նշենք, կանանց մոտ կարող ենք ասել 65-ից հետո, տղամարդկանց մոտ 70-ից հետո, պայմանավորված իհարկե կրկին հորմոնների տարբերությամբ, քանի որ էստրոգենները իրենք հանդիսանում են հզոր ոսկրապաշտպան գործոն, կանացի սեռական հորմոններն են, եւ երբ որ առաջանում է արդեն սրանց պակաս, հատկապես պոստդաշտանադադարային շրջանում, արդեն ունենում են կանանց մոտ օստեոպարոզ։ Իսկ այս հիվանդությունը ունի վաղ ախտորոշման նաև ձև, թե ավելի ուշ ձև, արդեն ուշ փուլում է արտահայտվում խնդիրը։ Ցավոք սրտի օստեոպարոզը այն հիվանդություններից է, որն ընթանում է հիմնականում անախտանիշ։ Այսինքն պացիենտների մոտ օստեոպարոզ հայտնաբերվում է հիմնականում այդ կոտրվածքների փուլում, սակայն շատ քիչ տոկոս պացիենտներ դիմում են բժշկի ցավերով, հիմնականում մեջքի շրջանում, ցավերով, ցավոտությամբ։ Կանայք հատկապես դիմում են բժշկի հասակի կարճացման կապակցությամբ, երբ որ նկատում են հասակի կարճացում մոտ 5 սանտիմետր կամ ավելի, կամ արտահայտում է կրծքային կիֆոս, դիմում են բժշկի, կատարվում է ռենտգեն հետազոտություն եւ կամ հայտնաբերվում է այսպես ասած կոտրվածքը, կամ դիմում են բժշկի, ուղարկվում է դենսիտոմետրիայի եւ այս դեպքում արդեն ախտորոշվում է օստեոպարոզը։ Նաև շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ անգամ եթե խնդիր չկա, գնում են դեղատնից կալցիում եւ օգտագործում են։ Դա օգնում է ոսկորների ամրացմանը, թե պետք է անպայման բժշկի ցուցումով խմել։ Տեսեք, կան տարբեր տարիքային խմբերում կալցիումի պահանջարկի տարբերություն, հա։ Ամենամեծ կալցիումի պահանջարկը, այսպես ասած, օրգանիզմի կողմից դա 9-ից 18 տարեկան երեխաների շրջանում է։ Ամենամեծ պահանջարկը մոտ 1300 գրամ օրական կալցիում պետք է ստանան այս երեխաները։ Հետաքրքիրն այն է, որ պտուղը նաև ներարգանդային կյանքում էլի այստեղից է սկսվում, այսինքն օրգանիզմում կալցիումի պաշարների լրացները, եւ եթե մայրիկը չի ստանում բավարար քանակությամբ կալցիում, այս դեպքում պտղի մոտ հետագայում գուցե դիտվեն նաև խնդիրներ։ Քանի որ ինչպես նշեցի, տարբեր են, տարբեր տարիքային խմբերի մոտ կալցիումի քանակությունը օրական, ցանկալի է դիմել բժշկի, որպեսզի բժշկի խորհրդով ճիշտ չափաբաժնով կալցիում ընտրվի եւ լրացվի կալցիումի պակասը։ Իսկ ժամանակակից բժշկության հետ զուգահեռ ինչ նոր մեթոդներով է կատարվում աղտորոշումը նման խնդիրների։ Օստեոպարոզի աղտորոշման ոսկե ստանդարտը այսօր հանդիսանում է դենսիտոմետրիան։ Հրաշալի հետազոտման մեթոդ է, իրենից ներկայացնում է պացիենտներին, հենց այդպես ենք բացատրում, հա, իրենից ներկայացնում է ռենտգեն հետազոտության տեսակ։
Հետազոտությունը շատ պարզ է, ինչ որ նախորոք պատրաստություն չի պահանջում, տևում է ընդամենը 8-ից 10 րոպե։ Որոշվում է ոսկրային խտությունը ողնաշարի գոտկային հատվածում, ադրոսկրի պրոքսիմալ հատվածում եւ շատ հաճախ, եթե անհրաժեշտություն է լինում իհարկե, ոչ դոմինանտ ձեռքի նախաբազկի դիստալ հատվածում, որոշվում է ոսկրային խտությունը եւ այս հատվածներում, որովհետեւ կոտրվածները հաճախակի այստեղ են տեղի ունենում։ Որոշվում է ոսկրային խտությունը եւ ըստ դրա կամ հայտնաբերվում է նորմա կամ օստեոպենիա կամ օստեոպարոզ։ Օստեոպենիան դա նորմայի եւ օստեոպարոզի միջև ընկած հատվածն է, այսինքն այս դեպքում եթե հայտնաբերվում է հրաշալի է դա եւ լրացնում ենք օրգանիզմում կալցիումի վիտամին D-ի պակասը եւ արդեն բանը չի ասնում օստեոպարոզ։ Այսինքն դա արդեն վաղ փուլն է կարծես ասել օստեոպարոզի վաղ փուլն է։ Իսկ ախտորոշումից հետո ինչ հիմնական բուժում է պահանջվում, միայն դեղորայքը բավարար է, թե նաև այլ բուժում է պահանջվում։ Չէ, միայն դեղորայքը բավարար չէ։ Իհարկե դա առաջնային է, որպես այդպեսին պարտադիր նշանակվում է դեղորայք կոտրվածներից խուսափելու համար, բայց կարևոր նշանակություն ունի պացիենտի ֆիզիկական ակտիվությունը։ Չնշեցինք, որ օստեոպարոզ հիմնականում նաև առաջանում է այն պացիենտների մոտ, ովքեր ունեն ցածր ֆիզիկական ակտիվություն։ Պացիենտներին հաճախ ենք խորհուրդ տալիս մարզվել, զարգացնել մկանները։ Լրացնում ենք սննդակարգով եւ եթե սննդակարգով հնարավոր չէ, նաեւ դեղորայքի միջոցով կալցիումի ու վիտամին D-ի պաշարները։ Եվ նաեւ այն պացիենտները, ովքեր ունեն խնդիր ընկնելու հետ, հա, այսինքն, չգիտեմ, տեսողության խնդիր ունեն կամ օրինակ ինչ-որ խնդիր ունեն, որով պայմանավորված կարող անգնեն, հենագներ կամ նման օրթոպեդիկ միջամտություններ են անում, որպեսզի նաեւ ընկնելուց խուսափեն եւ կոտրվածների ռիսկը հասնի մինիմալի։ Իսկ բուժումը որքան ժամանակ է պահանջվում լիարժեք բուժման համար։ Ցավոք սրտի սա այն հիվանդություններից է, որոնց դեպքում որպես այդպեսին լիարժեք բուժում ասվածը մի փոքր սխալ է, քանի որ այստեղ լրացվում է ոսկրերում կալցիումի պաշարը, հա։ Փորձում ենք ոսկրային խտությունը լրացնել այնքանով, ինչքան հնարավոր է, բայց արդեն առաջացած այդ ոսկրային կորուստը լրացնել ամբողջությամբ հնարավոր չէ։ Հետազոտում են պացիենտները եւ կախված օստեոպարոզի աստիճանից, այսինքն կախված նրանց կոտրվածքը կա թե չկա, արդեն ընտրվում է հստակ բուժման սխեմա եւ սկսում ենք աշխատել պացիենտի հետ։ Նաև նշեցիք ձեր խոսքում սննդակարգի միջոցով լրացնել կալցիում։ Այ կալցիումի օրական նորման որքան պետք է լինի, քանի որ նաև չափից շատ վնաս է նույնպես օրգանի։ Չափից շատ կալցիումը նույնպես լավ բանի չի բերում։ Տարբեր տարիքային խմբերում տարբեր է կալցիումի պահանջը։ Նշեցի արդեն ամենաշատը 9-ից 18 տարեկանն է, երբ կալցիումի պահանջը ամենաշատն է 1300 գրամ մոտ օրական։ Հետագայում արդեն օրական 1000 գրամ կալցիումի ընդունումը լրիվ բավարար է։ Բայց միայն կալցիումը, այսպես ասած, կալցիումի ընդունումով չեն կարող մեր ոսկրերը լրիվ պաշտպանել օստեոպարոզից, կարևոր նշանակություն ունի նաև վիտամին D-ն։ Որովհետև ինչպես գիտենք, կալցիումը առանց վիտամին D-ի չի ներծծվում եւ հետեւաբար պարտադիր է կալցիումի պրեպարատներ ընդունելուց անպայման հաշվի առնել նաեւ օրգանիզմում վիտամին D-ի քանակը, որտեւ եթե նույնիսկ մենք աղրելի քանակությամբ կալցիում ընդունենք, բայց չունենանք համարժեք վիտամին D, այս դեպքում միևնույնն է այն չի ներծծվելու եւ ամեն ինչ ապարդյուն է լինելու։ Նաև վերջում ամփոփ ինչ օգտակար խորհուրդներ կտաք հեռուստադիտողին եւ ինչ կանխարգելիչ միջոցներ կթվարկեք, որպեսզի նման խնդրից խուսափեն։ Այսպես ասեմ, օստեոպարոզի դեպքում ունենք մոդիֆիկացվող եւ չմոդիֆիկացվող ռիսկի գործոններ։ Չմոդիֆիկացնուն են դա տարիքը, սեռը, չգիտեմ, ռասան, ժառանգական նախատրամադրվածությունը, որոնց վրա մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել։ Բայց գոյություն ունեն մոդիֆիկացվող ռիսկի գործոններ, որոնց վրա կարող ենք ազդել։ Դա առաջին հերթին ծխելն է, այնուհետև ալկոհոլի օգտագործումը։ Սուրճը, որ հաճախ չարաշահվում է մեր կողմից, օրական 2 բաժակից ավել սուրճ, այսպես ասեմ, այս դեպքում չի թույլատրվում, քանի որ այն նույնպես բերում է հետագայում արդեն կալցիումի օրգանիզմից կալցիումի լվացման եւ իհարկե օստեոպարոզի առաջացման։ Խորհուրդ կտամ անպայման սննդակարգը լինի հարուստ կալցիումով, հա, այսինքն բացի նրանից, որ դեղատնից վերցնեն կալցիում օգտագործեն, անպայման կալցիում պարունակող սննդամթերքները օրգանիզմում շատացնեն եւ իհարկե զբաղվեն սպորտով, որտեղ շատ կարեւոր է այս դեպքում մկանային զանգվածի զարգացած լինելը։
հետագայում օստեոպարոզից խուսափելու համար։ Շնորհակալ ենք շատ բժշկուհի ջան, հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ռևմատոլոգ Աննա Շաբոյանի հետ։ Եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք